Խնամված լինելն է Չերչինյան Cosmetics։ Բարև Մեդինֆորմի բոլոր հեռուստադիտողներին, այսօր խոսելու ենք սթրեսի մասին, ոչ ոքս անմասն չենք այս երևույթից, տարբեր տարիքային խմբերում սրանք տարբեր ձև են արտահայտվում, հիմնականում մարդը կարողանում է վերագտնել իրեն եւ դառնալ ավելի հավասարակշիռ ըստ իս 35 տարեկանից հետո։ Սակայն իհարկե տարբեր են հոգեկերտվածքները եւ ինչ է իրականում սթրեսը, ինչպես կարելի այն հաղթահարել, սա իսկապես մասնագետի օգնությամբ միայն կարելի է գրագետ ձևով իրականացնել, այդ պատճառով էլ ես այսօր զրուցել եմ հրավիրել Քրիստինե Սիմոնյանին, ով ընտանեկան հոգեբան է եւ մեզ կօգնի հասկանալ իրականում ինչպես ճիշտ հաղթահարել սթրեսը։ Բարև Քրիստինե։ Բարև ձեզ։ Շնորհակալ եմ, որ մեր հյուրն եք։ Ես էլ եմ շնորհակալ հրավերքի համար։ Եվ այսպես սթրեսի մասին պատկերացումները շատ տարբեր են, կխնդրեմ ձեր բնորոշումը տաք այս երևույթի մասին։ Շատ լավ։ Թվում է թե սթրեսի մասին շատ է խոսվել, ամեն ինչ ասվել, բայց տարբեր զրույցներից եւ քննարկումներից պարզ է դառնում, որ սա այն թեման է, որ անհրաժեշտություն կա պարբերաբար անդրադառնալու եւ քննարկելու։ Այսօր մենք ապրում ենք այնպիսի աշխարհում, որ սթրեսային գործոնները շատ են եւ ամեն կողմից ազդում են մարդու վրա։ Հարկավոր է, որ ցանկացած մարդ իմանա ինչ է սթրեսը, ինչ փուլերով է անցնում, սթրեսային ինչ գործոններ կան, ինչպես են ազդում սեփական օրգանիզմի վրա, կարողանա ճանաչել դրանք, տարբերակել եւ անհրաժեշտության դեպքում ինքնօգնություն ցուցաբերել։ Բայց հաճախ սթրեսային գործոնները այնքան ուժեղ են լինում, որ ինքնօգնությունը արդեն հնարավոր չէ լինում եւ կարիք է լինում մասնագետին դիմելու։ Այ Քրիստինե, քանի օր լարված հոգեվիճակում ապրելն եք համարում սթրես, արդյոք մեկ օրը, եթե մարդը շատ վատ հոգեվիճակում է, նույնպես սթրես է համարվում։ Միանշանակ այդ հարցին պատասխանել ճիշտ չէ, որովհետև սթրեսային գործոնը կարող է շատ ուժեղ լինել եւ մեկ օրվա մեջ մարդուն այնպիսի լարված իրավիճակի մեջ դնել, որ այդ վիճակից դուրս գալը բնականաբար անկանխատեսելի, այո, եւ դժվար լինի հաղթահարել։ Բացի այդ, մարդը ամենօրյա սթրեսների է ենթարկվում, ընդհանրապես մեր կյանքը սթրեսների շղթա է եւ դա նորմալ է, որովհետեւ սթրեսը օրգանիզմի պատասխան ռեակցիան է եւ ունի պաշտպանական նշանակություն։ Այսինքն ինչ որտեղ լավ է, այո, սթրեսներ ունենալը։ Եթե չկա սթրես, նշանակում է չկա կյանք։ Չկա կյանք։ Սթրեսները, այո, իհարկե դրական ազդեցություն ունեն, նպաստում են օրգանիզմի զարգացմանը եւ դրանք անհրաժեշտ են, մոտիվացնում են։ Քրիստինե, այսպիսի հասկացություն կա սթրեսակայուն մարդ, այսինքն մարդ, ում կողքով ասես անցնում են սթրեսները եւ նրա կյանքում էլ կան դժվար իրավիճակներ, դժվարին հոգեվիճակներ։ Ինչ է կարծում, սա իսկապես մարդու տիպ է, տեսակ, եթե բնավորության գիծ է, որ ինքն է մշակել իր մեջ, թե իրականում կարող ենք ասել, որ այդ մարդու կյանքում այդպես ինչ որ խոցելի ոչինչ չի եղել։ Ուրեմն մարդը եթե սթրեսակայուն է, նշանակում է նա ավելի գիտակից է մոտենում ցանկացած սթրեսային իրավիճակի եւ կարողանում է համահունչ լուծումներ տալ, այսինքն լինել ավելի ադապտիվ, լինել ավելի կայուն։ Ընդհանրապես մարդը հասուն, հոգեպես հասուն մարդու ձևավորման համար շատ կարևոր է նրա մանկության ժամանակաշրջանը։ Բայց թվում է երեխաները երջանիկ մանկություն են ունենում միշտ, բայց միանշանակորեն այդպես ասել չենք կարող, որովհետև մենք մանկության տարիներին ամենաշատն ենք լացում, երբեք հետագայում մեր կյանքի փուլերի ընթացքում չի լինում այդպես, որ մենք ավելի շատ լաց ենք, քան մանկության ժամանակահատվածում։ Լացը ինչ է? Լացը ազդարարող նշան է, որ անհանգստություն կա երեխայի մոտ, քանի որ երեխան արտաքին միջավայրի նոր պայմաններին չի կարողանում այդպես գիտակցված լուծումներ տալ, նա անընդհատ օգնության կարիք ունի եւ այստեղ ծնողների դերը մոտեցումը շատ կարեւոր է։ Եթե երեխան սկսում է լացել, ապա ուշադրության կարիք ունի անպայման, հենց այնպես նա չի լացում։ Եվ ծնողի պարտականությունն է անպայման ուշադրություն դարձնել, ոչ թե փորձել սաստել առանց պատճառը բացահայտելու, այլ ուշադրություն դարձնել, օգնությամբ գտնել այդ սթրեսի պատճառը եւ փորձել լուծումներ տալ։
մանկահասակ երեխաներին ավելի դժվար է նոր իրավիճակում հայտնվելը, քանի որ նրանք ամեն մի նոր բան, ամեն նոր իրավիճակ չեն հասկանում ինչ է կատարվում եւ նրանք անվտանգ են զգում, վախ են զգում, հա, հարկավոր է այդ ամեն ինչի մասին բացատրել երեխային։ Այստեղ շատ կարեւոր է, որ ծնողները երեխաների հետ ունենան գիտակցված իրենց տարիքին համապատասխան բառապաշարով, հա, խոսակցություն, հաղորդակցության, առողջ հաղորդակցություն, որը բնականաբար կնպաստի երեխային առողջ փոխհարաբերություններում եւ սա հենց այն հիմքն է, որ դրվում է հետագայում առողջ հասուն հոգեպես ավելի հասուն, այսինքն հիմքը փոքր ժամանակվանից ենք, այո, ձևավորման համար։ Ստրեսին արձագանքը յուրաքանչյուրի մոտ տարբեր է, ոմանք ինքնամփոփ են դառնում ամբողջ աշխարհից ասես մեկուսանում են, ոմանք հակառակ ուզում են բոլորին բարձրաձայնել այդ մասին, կիսվել, պատմել, լացել, զրուցել եւ այսպիսով ավելի հեշտ հաղթահարել միգուցե ստրեսը։ Դուք որպես հոգեբան, հոգեթերապևտ, ինչ ուղղորդում եք տալիս ստրեսը հաղթահարելուն, որն է ավելի ճիշտ՝ մեկուսանալ, մտքեր համեմատել, իմի բերել, հավաքել ինքդ քեզ, գտնել ինքդ քեզ, լսել ինքդ քեզ, ի վերջո, որը շատ կարեւոր է, թե դա կիսել հենց շրջապատի հետ կամ մի խոսքով մարդկանց օգնությամբ հաղթահարել կամ մասնագետի վերջո։ Երբ որ մենք կարողանում ենք իրավիճակի գնահատում տալ adekvat, մենք գտնում ենք նաև այն մոտեցումները, այն գործիքները, որով կարող ենք այդ հարցը ավելի հեշտությամբ լուծել։ Ուրեմն ստրեսի փուլերի եթե անդրադառնանք, առաջին փուլը դա տագնապանության փուլն է, լարվածության, ուժերի մոբիլիզացման փուլն է։ Օրգանիզմը կարծես իսկ բոլոր ռեսուրսները կենտրոնացնում է, որպեսզի կոնկրետ քայլեր կատարի այդ լարված վիճակից ազատվելու համար։ Նա ճանապարհներ է փոխում։ Ինչ առաջին քայլ, ինչն է լինում, որ խորհուրդ եք տալիս։ Առաջին քայլը լինում է այն, թե նախ ինչ ստրեսային գործոն է նպաստել, որպեսզի այդ ոչ բանպաստ վիճակը առաջացել է մարդու մոտ, մենք փորձում ենք գտնել եւ տարբեր տեխնիկաներ օգտագործելով մարդուն հանել այդ վիճակից, հիմնականում զրուցելը, այո, երևի թե տարբեր զրույցներ, տարբեր մեթոդներ կան, բացի տվյալ իրավիճակին կոնկրետ լուծում տալուց, շատ կարևոր է, որ մենք հասկանանք, թե խնդիրը որտեղից է գալիս, որովհետև հաճախ լինում է այնպես, որ մարդու ռեակցիան ավելի ուժեղ է լինում, քան տվյալ իրադրությունն է եղել։ Սա նշանակում է ոչ թե կոնկրետ իրադրությունն է նպաստել այդ մարդու խնդրի վերհարմանը, բարկանալուն, հա, բռնկվելուն, այլ նշանակում է, որ ինքը խորքում ավելի շատ խորքում ունի ավելի լուրջ խնդիր, ավելի լուրջ վերք, որը այդ պահին բացվում է։ Եվ հոգեթերապիաների ընթացքում մենք վերհանելով, գտնելով, հա, այդ խնդիրները այդ վերքերին փորձում ենք դարման տալ, այսպես ասած, եւ նրա կյանքի որակի վրա անպայման փոփոխություն է լինում։ Պետք է նկատելի լինի, իհարկե, եթե դիմել են հոգեթերապևտին։ Շատ բան կարելի է, եթե մարդը ցանկություն ունի ստրեսային իրավիճակից դուրս գալ, այսինքն ինքը գիտակցում է, որ այլևս իր ռեսուրսային ռեսուրսները հնարավորություն չեն տալիս ինքնուրույն դուրս գալ այդ վիճակից, ապա շատ adekvat եւ նորմալ մոտեցում է, որ նա դիմում է համապատասխան մասնագետի, որտեղ մասնագետի օգնությամբ նա կարողանում է իր համար շատ հարցեր պարզել։ Եթե նա ինքնուրույն չի կարողանում վերհանել խնդիրները, նշանակում է այստեղ արդեն իր բոլոր ռեսուրսները եւ ֆիզիկական, եւ հոգեկան, եւ նյութական, եւ մարդկային, հա, ռեսուրսները դա կարող են լինել ընտանիքի անդամները, կարող են լինել ընկերները, այլևս չեն բավարարում, որ ինքը դուրս գա այդ վիճակից եւ այստեղ բնականաբար կարող է վերահասնել մասնագետի օգնությունը։ Ստրեսից խորը դեպրեսիա, արդյոք մեկ քայլ է, թե բավականին տարածություն կա։ Ուրեմն ստրեսի առաջին փուլը, ինչպես ես ասացի, տագնապային վիճակն է, լարվածությունը, երբ օրգանիզմը փորձում է հաղթահարել այդ ամենը եւ ադապտացվել նոր իրավիճակին, բայց եթե
չի ստացվում, արդեն վրա է հասնում երկրորդ փուլը։ Երկրորդ փուլը դիմադրության փուլն է, որի ընթացքում արդեն մարդը ճանապարհներ է փնտրում այս իրավիճակից դուրս գալու համար։ Այդ ճանապարհները 3-ն են դիմադրության փուլում։ Ուրեմն առաջին փուլի ժամանակ մարդը ուղղակի պետք է ֆիզիկապես փոխի իր տեղը։ Ենթադրենք աշխատում է այնպիսի մի վայրում, որտեղ իր համար արդեն անտանելի իրավիճակ է, հա։ Նա ոչ թե պետք է դիմանալով աշխատի, որտեղ այս դիմանալը անընդհատ հանգեցնելու է միանշանակ բացասական փոփոխությունների իր օրգանիզմում, այլ ուղղակի լքի այդ աշխատավայրը եւ գտնի մեկ այլ ուրիշ աշխատավայր։ Մարդուն թվում է հաճախ, որ հեռանալով հին աշխատավայրից, բա ինչ կլինի, աշխատանք չի գտնի եւ այլն, բայց դրանք ավելի շատ թվացial խնդիրներ են լինում։ Սա նույնպես կախված է մարդու ուժեղ լինելուց, ավելի հասուն, ավելի գիտակից մոտենալու հետ է կապված տվյալ իրավիճակին։ Ուժեղ մարդիկ կարողանում են եւ նորմալ են համարում, որ կարելի է նաեւ աշխատանքի վայրը փոխել եւ գուցե սա հենց նոր ու ավելի լավ հնարավորություն է, որ ինքը կհայտնվի ավելի Երևի թե եթե նույնիսկ ավելի լավը չէ, պետք է այդ ձևով փոխել կյանքը։ Ուրեմն դիմանալով մնալ հին վայրում, սա միանշանակ վնաս է հասցնելու։ Իհարկե արդեն դա իր ընտրությունն է, թե ինչպես կվարվի, բայց ես process-ն եմ բացատրում, թե ինչ է կատարում։ Կաթիլ այդ ստրեսային գործոնները ամեն օր բնականաբար ազդելու են եւ լարված իրավիճակ են առաջացնում օրգանիզմում, պատկերացրեք հորմոնալ ֆոնը անընդհատ հավասարակշիռ վիճակից դուրս եկած, անընդհատ օրգանիզմում արտադրվում է ադրենալին, նորադրենալին, կորտիզոլ եւ այդ մարդու օրգանիզմը միշտ լարված վիճակում է պահում, իսկ լարված վիճակում գտնվող մարդը բնականաբար առողջ չի կարող լինել, խնդիրները մի օր պիտի գլուխ բարձրացնեն։ Այդ խնդիրները ինչքան կուտակվեն, ավելի մեծ պայթյուն են այսպես առաջացնելու օրգանիզմում, այդ պատճառով ուղղակի կարելի է երկրորդ ճանապարհին դիմել, հա, որն է երկրորդ ճանապարհը, ֆիզիկական առումով եթե ասենք, ենթադրենք գտնվում ենք մի սենյակում, որտեղ ցուրտ է կամ հակառակը շատ շոկ է։ Մենք փորձում ենք ինչ-որ մի լուծում գտնել, չէ՞, եթե մրսում ենք, տաք հագուստ ենք հագնում, որպեսզի այդ լարվածությունը թույլատնենք, որովհետև ստրեսային իրավիճակում մարդու մեջ առաջացած էներգիան հոսում է դեպի նրա մկաններ եւ կարող է առաջացնել դող, այդպես անդուր զգացողություններ։ Այդ վիճակը թույլատնելու համար նա կոնկրետ ցրտի դեպքում հագնում է տաք հագուստ, որպեսզի թույլանա լարվածությունը։ Այո, իսկ եթե շատ շոկ միջավայրում է գտնվում սենյակում, ենթադրենք, ինչ է անում, կարող է միացնել օդորակիչը եւ այդ լարվածությունը կանցնի։ Ուրեմն եւ դրական եւ բացասական հույսերի դեպքում օրգանիզմում նույն ֆիզիոլոգիական process-ներն են գնում։ Շատ կարեւոր է սա իմանալը։ Մարդկանց թվում է, որ դրական հույզերի դեպքում առաջացած ստրեսներից օրգանիզմը վնաս չի կրում։ Այդպես չէ, օրինակ բերեմ, ենթադրենք նոր բնակարան է տեղափոխվել կամ նոր աշխատանք է գտել, երեխայի ծնունդը թեկուզ, սրանք բոլորը դրական ստրեսների օրինակներ են, չէ, բայց մարդու մոտ նորից լարվածություն են առաջացնում։ Դիմադրության փուլը հաղթահարելու երրորդ ճանապարհը դա մարդու վերաբերմունքի փոփոխությունն է տվյալ իրավիճակի նկատմամբ։ Ընդհանրապես կյանքը պարգև է եւ մարդը լավ կլինի ապրի երջանիկ։ Այ ինչ բանաձև է երջանկության խորհուրդ տալիս մեր հեռուստադիտողին։ Կյանքը պարգև է, իսկ կյանքի լավ որակ ունենալու համար եւ ինքնաբավ ապրելու համար դա մեր ընտրությունն է, ընտրությունից է կախված, թե մենք որ ճանապարհով ենք ուզում գնալ, ինչպեսի կյանքի որակ ենք ուզում ունենալ։ Ուրախ մարդիկ բնականաբար ավելի լավ տրամադրություն են ստեղծում իրենց շուրջ բոլորը եւ նրանց հետ ավելի հաճելի է շփվելը, որովհետեւ բոլոր էմոցիաները փոխանցվում են եւ դաշտը լինում է շատ առողջ։ Իսկ անընդհատ դժգոհ մարդկանց շրջապատում գտնվելը բոլորի համար ինձ թվում է տհաճ է
հաճելի կլինի միայն դժգոհ մարդկանց, որ միասին հավաքվեն, բողոքեն կյանքից եւ այլն, այս բացասական նոտաների մեջ լինեն։ Բայց սա միանշանակ իրենց կյանքի որակը վատացնում է։ Այս պատճառով եմ ասում, որ ընտրությունը իրենցն է։ Այն մարդը, ով փորձում է իր կյանքի ճանապարհին անընդհատ աճել, կատարելագործվել, այս ամենին մի քիչ ուրիշ հայացքով է նայում։ Նա գիտակցաբար փոխում է իր բնավորության այն գծերը, որոնք տեսնում է, որ իրեն վնաս են տալիս, հա։ Գիտակից մոտենալով նա բնականաբար հարցերի պատասխանները սկսում է փնտրել իր ներսում։ Ընդհանրապես մարդը շատ է սիրում, որ մեղադրանքներ ուղի կամ դիմացինին հակառակ փնտրի մեղավորներ, այո, հակառակ դեպքում մեղավորությունը փնտրում է իր ներսում, բայց պիտի հասկանանք, որ երբեք պետք չէ մեղավորներ փնտրել, որովհետև կյանքի հասցրած դասերը գալիս են մեզ հուշելու, որ մենք ուրեմն ինչ որ միտեղ, ինչ որ մի բան սխալ ենք անում, ոչ թե անընդհատ մեղադրել, այլ ընդունել այն բոլոր իրավիճակները, որոնցում մարդը եղել է, այսինքն ինքն իրեն ընդունելու կարողություն ունենա բոլոր առումներով, այս դեպքում ավելի հեշտ է լինում փոփոխություններ կատարելը։ Իսկ երբ որ հակադրվում է անընդհատ եւ իր հետ եւ շրջապատի հետ, բնականաբար խնդիրները ավելի անլուծելի են թվում։ Ուրեմն հորդորում եմ, որ ցանկացած դժվարին իրավիճակում ոչ թե հիասթափվել, հուսահատվել, այլ ուղղակի մտածել, որտեղ եմ ես սխալ արել, որտեղ է իմ բաց թողումը։ Ենթադրենք դա հասկանում է, դա կօգնի ստրեսը հաղթահարելու։ Այո, իհարկե կօգնի, երբ որ ինքը սկսում է ընդունել իրեն այնպիսին, ինչպիսին կա, չի հակադրվում, չի պատերազմում իր հետ, այդ ներքուստ արդեն այդ ամեն ինչը խաղաղվում է։ Իսկ երբ մարդու հոգին խաղաղ է, նրան միշտ ամեն ինչ շատ ավելի հեշտ է տրվում, որովհետև ինքը հանդարտությամբ ընդունում է ամեն ինչ, պատրաստ է ընդունել ամեն ինչ, չի պատերազմում։ Պատերազմելը առաջին հերթին կռիվ է ինքդ քո դեմ, ոչ թե շրջապատի դեմ եւ բնականաբար այս դեպքում կոնֆլիկտները անխուսափելի են լինում։ Կրիստինե, եւ կցանկանայի շատ հակիրճ, շատ կարճ 3-4 քայլ ամենաշատը, այսպես մեր հեռուստադիտողին ուղղորդող նշեիք, թե ենթադրենք ստրեսային իրավիճակ է եւ մարդը չի ուզում այդ մասին բարձրաձայնել, ուզում է ինքնուրույն իր մեջ հաղթահարել դա։ Այն քայլերը պետք կատարել առհասարակ կյանքում, ոչ թե հենց կենտրոնանանք ստրեսային մտքերի վրա, այլ ինչ գործողություններ կօգնեն այդ ստրեսը միայնակ արագ հաղթահարել։ Այո, քանի որ առօրյայում մենք շատ ենք գտնվում ստրեսային իրավիճակների մեջ, ուրեմն առաջին մի քանի ինքնաօգնության խորհուրդներ տամ, առաջինը դա շնչառության կարգավորումը, ինչպես կարելի անել ընդհանրենք 5 հաշիվ կամ 4 հաշիվ ներշունչ, 4-5 հաշիվ պահել շունչը եւ 4-5 հաշիվ արդեն ավելի դանդաղ արտաշնչել։ Շնչում ենք քթով, արտաշնչում ենք բերանով, մի քանի անգամ սա կրկնելով, փաստորեն մարդը կարողանում է իր այդ նյարդային վիճակը հանգստացնել։ Հաջորդը ուղղակի եթե հնարավորություն կա այդ պահին սառը ջրով դեմքը, հա, այսպես ցողել, դա եւս օգնում է եւ զգոնություն է հաղորդում, ասես, այո, հաղորդում։ Երրորդ քայլը ստրեսային լարված վիճակում գտնվելու դեպքում խորհուրդ է տրվում ֆիզիկական վարժություններ կատարել կամ քայլել կամ պարել, իսկ եթե տանն է կենցաղային որոշ գործերով զբաղվել, նաև նշեմ, որ կարևոր է սպորտով զբաղվելը, ֆիզիկական մարմինը կոփել, հատկապես մենք գիտենք, որ այսօր եւ աշխատանքի վայրում եւ ամենուր այդ գործոնները կան։ Շնորհակալություն եմ հայտնում ձեզ հետաքրքիր հարցազրույցի համար, կարծում եմ մենք դեռ առիթ կունենանք հանդիպելու եւ քննարկելու այլ թեմաներ։ Սիրով, ես էլ եմ շնորհակալ։
Քիչ ջրել, ջուր խմելու ժամանակն է։ Ողջույն առողջ սպորտի սիրահարներին, եկել են գրագետ մարզվելու, իսկ այն անհնար է առանց պրոֆեսիոնալ մարզչի։ Դե ինչ մարզչի օգնությամբ հասկանալու ենք, թե ոտքերի մարզման այս դժվարին թվացող սարքը ինչ մկանային խմբեր է մարզում եւ ինչպես առհասարակ այն պետք է գրագետ օգտագործել։ Ողջույն Հրաչ։ Սարքը նախատեսված է եւ կանանց եւ տղամարդկանց, այո, համար, ասես չունի սեռային սահմանափակում եւ հիմա թվում է, թե սա մի ծանր ագրեգատ է, որով շատ դժվար է մարզվել։ Փորձենք ցույց տալ մեր հեռուստադիտողին, այո, ինչպես է այն իրականացվում։ Նախ նստելուց պետքա ճիշտ ընտրենք մեր նախնական դիրքը։ Սկզբից ոտքերը դնում ենք այստեղ, իրարից մի քիչ հեռու ուսերի լայնությամբ, բայց մի քիչ ներքևից դրեք, որպեսզի կարողանանք բացենք սա։ Պետք է բռնել այս վերև։ Սարքը ասես պոկվեց իր դիրքից, այո։ Բայց նայեք, հիմա մի քիչ իջացնում եք, քանի որ այնտեղ պետքա նախնական դիրքը ընտրելուց առաջ ինչ-որ մի հատ գործողություն կատարենք, սկզբից ուղղակի ոտքերը դրեք ներքև։ Մի քիչ ավելի ներքև ու մոտիկ իրար։ Հիմա հրում ենք վերև։ Այս դեղինը բարձրացնում ենք վերև։ Այս հիմա նոր ոտքերը բարձրացնում ենք մի քիչ վերև։ Հիմա իջացնում ենք 90 աստիճանի չափով, հրում ենք վերև, բայց ծունկը պետքա լրիվ չբացենք։ Այո, կիսածալված։ Կիսածալված, որպեսզի չվնասենք մեր Սա ծնկները։ ազդրերն է, այո, ավելի շատ։ Ազդրերի համար է, նաև աշխատում է նստամկանը։ Օդի արտաշնչումը տեղի ունենում բարձրացնելիս։ Արտաշնչումը կատարում ենք, երբ որ կատարում ենք հաղթարող ուժը, այսինքն բարձրացնելուց։ Եվ չենք ծալում մինչև վերջ ծնկները։ Մինչև վերջ ծունկը չենք բացում, որպեսզի ծնկան հոդի վրա լարվածություն չընկնի։ Տրավմատիկ կլինի, այո, եթե ծունկը մինչև վերջ ծալեն։ Եվ ինչքան պետք է ոտքը, ինչքան սարքը երևի թե մոտենա ոտքին, այնքան էֆեկտիվությունը մեծ է։ Իջացնում ենք մինչև 90 աստիճանի չափով, շատ ավել պետք չի իջացնենք։ Հրելուց չենք բացում ոտքերը լրիվ։ Հետաքրքիր է, բոլոր այն մարդիկ, ովքեր որովայնի հատվածում կամ ունեն ճողվածքներ կամ վիրահատություններ, կարելի է այս վարժությունը կատարել։ Այս վարժությունը քանի որ ասես հրում է որովայնը։ Այս վարժությունը ավելի անվտանգ է եւ ճողվածքի դեպքերում կախված ինչ աստիճանի է, կախված բժշկի հակացություններից։ Պետք է ցուցում լինի, այո։ Ահա, ես ասես ավարտեցի, հիմա դուք ցույց Հիմա կտաք։ նույն ձև արդենելի ոտքերը մոտեցնում ենք, որպեսզի տարածություն բացենք այստեղ, դեղինները իջացնում ենք լրիվ ներքև Եվ ասես ֆիքսվում է սարքը։ ֆիքսվում է։ Շատ լավ։ Հիմա հարգելի հեռուստադիտող, մեր մարզիչը ցույց կտա, թե իրականում ինչպես պետք է կատարել։ Ես չգիտեմ որքանով այն ճիշտ կատարեց։ Ինչ եմ հրաշ։ Մինչև նստելը բռնվում ենք այստեղից, մեկ ոտքը ցում ենք այստեղ եւ հենվելով նստում ենք։ Ոտքերը բարձրացնում ենք, դնում ենք այստեղ, իրարից մի քիչ հեռու, մի քիչ ուսերի լայնության մոտ։ Հրում ենք, դեղինները բարձրացավ, իջնում ենք 90 աստիճանի չափով, հրում ենք այնքան, որ միջև վերջ այսպես չբացվի ծունկը, որպեսզի լարվածություն չընկնի վրա։ Իսկ ծանրացնելը էֆեկտիվությունը բարձրացնում է, այո։ Բնականաբար, երբ որ մենք ուզում ենք ունենանք նոր արդյունքներ, պետք է ավելացնենք քաշերը։ Եթե քաշերը չավելացնենք, մենք նոր բկանաթելեր չենք կարող ստանալ։ Ինչպես է կոչվում այս սարքը։ Leg press։ Leg press, հենց ոտքեր։ ոտքեր։ Այո։ Եվ դուք որպես պրոֆեսիոնալ արդեն տրեյներ, մարզիչ, որքան քանակով եք այն կատարում։ Սա կոնկրետ շատ ծանր։ Չեմ ուզում հիմա նշեմ կոնկրետ քաշը, բայց այս պահին կարող եմ մինչև 400 կիլոգրամ անել, բայց ավելի ծանր կատարեմ։ Իսկ հրաչ, եթե շատ ծանր եք կատարում, այն վնաս հասցնելու իր մեջ ռիսկ չի պարունակում։ Աստիճանաբար եք բարձրացնում քաշերը ու փորձում եք վարժությունը կատարել մաքսիմում ճիշտ տեխնիկայով, դուք երբեք վնասված չեք ունենա։ Պետք է հետևեք ձեր մարզչի ցուցումներին։ Այո։ Քաշերը բարձրացնեք ոչ շատ արագ։ Գոնե ամիսը 1 կամ չգիտեմ, կախված արդեն մարզիչը ինչպես է ձեր մարզման ծրագիրը կազմել։ Այո, ըստ մարզչի ցուցումների։ Դե ինչ, Հրաչ, ես կարծում եմ դուք մի քիչ հոգնեցիք եւ պետք է ջուր խմել։ Ընդհանրապես ջրի կարեւորությունը ձեզ ինչպիսին է մարզումների ընթացքում, այն միշտ է որ պետք է խմել։ Ջուրը, այսպես ասեմ, մեր օրգանիզմում կարելի ասել 70% եւ ավել կազմում է, դրա համար
մեր անբաժանելի մասն է։ Այդ պատճառով պետք է միշտ օգտագործել ջուր մարզվելու առհասարակ կյանքում օրվա ընթացքում։ Այո, եւ օրական 2 լիտր, ինչպես ցույցում են շատ մասնագետները։ Կախված քաշից։ Այո։ Դե ինչ հարգելիներս, ես նույնպես միշտ մարզվելիս մի քանի կում թեթև այսպես չափականակներով ընդունում եմ ջուր, դե ինչ պրոֆեսիոնալ մարզիչը նույնպես խորհուրդ է տալիս, այնպես որ պիտ ջրերը հոգացել են այդ մասին եւ իոնիզացված, ալկալիացված այս ջուրը հենց մարզվելու համար հրաշալի տարբերակ է։ Դա հուշում է նաեւ ֆիտ ջրերի այս տարբերակը, որը նման է ծանրակարերի, այսպես մարզվելիս այն շատ հարմար է։ Նաեւ արտաքին տեսքով ֆիտ ջրեր, ջուր խմելու ճիշտ ժամանակն է։ Կարևորը խնամված լինելն է։ Չերչինյան Cosmetics